Ռուսաստանի, Բելարուսի, Ղրղստանի ու Ղազախստանի առաջնորդները Հայաստանի իշխանությանն առաջարկում են Եվրամիությանը միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել։ Մայիսի սկզբին Վլադիմիր Պուտինն էր առաջարկել Հայաստանին այդ հարցով հանրաքվե անել։ Համակարծիք ենք, որ Հայաստանում հնարավոր սեղմ ժամկետում անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել Եվրոպական միությանն անդամակցելու կամ հետագայում Եվրասիական տնտեսական միության կազմում գտնվելու վերաբերյալ։ Աստանայում ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովում են 4 անդամները քննարկել միության 5-րդ անդամի Հայաստանի Եվրամիությանը միանալու ծրագրի շուրջ իրավիճակը ու իրենց դիրքորոշումը գրավոր ներկայացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ ԵԱՏՄ 4 առաջնորդների հայտարարությունը փոխանցվել է երկրի փոխվարչապետին։ Գրիգորյանին փոխանցված հայտարարությունում նաև նշված է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները դեկտեմբերին կներկայացնեն ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքները Հայաստանի համար։ Հավանաբար նեղ կազմով հանդիպմանն են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելարուսի և Ղրղստանի ղեկավարները անդրադարձել Հայաստանի Եվրոպային մերձենալու մտադրությանը։ Այդ նիստը փակ դռների հետևում է անցկացվել, մոտ 2 ժամ տևած քննարկմանը լրագրողները չեն եղել։ Ընդլայնված նիստի ընթացքում ոչ Պուտինը, ոչ Տոկաևը, ոչ Լուկաշենկոն, ոչ Ժապարովը որևէ խոսք չեն ասել պաշտոնական Երևանի եվրաինտեգրման քաղաքականության մասին։ Հայաստանի փոխվարչապետն էլ միայն հավատարմություն է հայտնել ԵԱՏՄ-ին։ Հայաստանը մեկ անգամ չէ, որ հաստատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխշահավետ համագործակցության հանձնառությունը, ի շահ մեր երկրների և ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության և տնտեսական զարգացման ապահովման։ Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, Եվրասիական տնտեսական միության հետ բարեխղճորեն աշխատելու մտադրություն ունի Երևանը։ Հայաստանը մտադիր է այսուհետ ևս բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին, հիմնված փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության վրա և ԵԱՏՄ բոլոր պետությունների ազգային շահերը հաշվի առնելով։ Չի բացառվում, որ Մհեր Գրիգորյանն իր ելույթից առաջ արդեն ստացել էր ԵԱՏՄ 4 պետությունների առաջնորդների հայտարարությունը ու դրան էր պատասխանում։ Ղազախստանի անկախության պալատի միջանցքներում դեռ երեկվանից են եռում խոսակցությունները Եվրահայաստանի մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի տեղեկացմամբ հինգշաբթի Պուտինն ու Լուկաշենկոն կարճ զրուցել են Հայաստանի հետ կապված իրադրության մասին։ Մայիսի սկզբին Երևանում Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովից, այնուհետև Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցից հետո Մոսկվան ամենօրյա ռեժիմով զգուշացնում է Երևանին արագ կողմնորոշվել ԵԱՏՄ թե ԵՄ։ Հայաստանն ինչ-որ պահի ստիպված կլինի ընտրություն անել, բայց դա պետք է չլինի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին, այսօր հայտարարել է Պեսկովը։ Շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Նա պետք է դա անի իր սեփական միջոցների հաշվին։ Ամեն ինչ շատ պարզ է, այստեղ որևէ թերասություն չկա, ամեն ինչ բացարձակապես հասկանալի է, թափանցիկ և հստակ։ Պուտինի խոսնակը ըստ էության այսպես արձագանքում է Փաշինյանին, որը հինգշաբթի կրկին հայտարարել էր, որ Հայաստանը շարունակելու է Եվրամիությանն անդամագրվելու գործընթացը, քանի դեռ այն համատեղելի է ԵԱՏՄ անդամակցության հետ։ Թերեզա Կադաևչյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։